Աշխարհի ամենահզոր բրիտանական կայսրությունը ուղարկեց իր լավագույն 129 տղամարդկանց նվաճելու Արկտիկայի հավերժական սառույցները, բայց նրանցից ոչ մեկը երբեք տուն չվերադարձավ։ 1845 թվականին Էրեբուս և Տերոր հսկայական նավերը մեկնեցին գտնելու առասպելական հյուսիսարևմտյան անցումը։ Այդ նավերը տեխնոլոգիական հրաշք էին հագեցած շոգեշարժիչներով և 3 տարվա պահածոյացված սննդով, որը պետք է փրկեր նրանց սովից։ Սակայն բնությունը դաժան կատակ խաղաց, և արկտիկական աննախադեպ ձմեռը պարզապես սառեցրեց օվկիանոսը, բանտարկելով նավերը հաստ սառույցի մեջ։ Տարիներ շարունակ այս հպարտ նավաստիները ապրում էին կատարյալ խավարում, սառցե դագաղների վերածված իրենց նավերում։ Ամենասարսափելին այն էր, որ նրանց փրկության հույսը հենց նրանց մահվան պատճառն էր։ Նորագույն տեխնոլոգիայով փակված պահածոների կապարը կամաց-կամաց թունավորեց նրանց արյունը, առաջացնելով զանգվածային խելագարություն։ Հուսահատված և խելագարված մարդիկ լքեցին անառիկ նավերը և սկսեցին ոտքով քաշել ծանր փրկարար նավակները սառույցների վրայով, իրենց հետ վերցնելով ոչ թե սնունդ, այլ ծանր, արծաթե սպասք և վիկտորիական գրքեր։ Նրանք բոլորը կուլ գնացին սպիտակ անապատին, ապացուցելով, որ բնության բացարձակ լռության և մահացու ցրտի դեմ մեր բոլոր տեխնոլոգիաները պարզապես խաղալիքներ են։